Միհարկանի Ամերիկան Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի գիրքն է, գրվել է 1935-36 թվականներին և հրատարակվել 1936-ին։ Հեղինակները պատմում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենց երկամսյա ավտոճանապարհորդության մասին։ Նյու Յորքից ուղևորվում են արևմուտք դեպի Լոս Անջելես, այնտեղից էլ վերադառնում են Նյու Յորք, արդեն հարավային նահանգներով։ Անցնում են մոտ 16000 կիլոմետր, այցելում են 25 նահանգ, Ամերիկայի նահանգների ուղիղ կեսը։ Այս ճամփորդական վավերագրությունը, սակայն, նահանգների մասին չէ միայն։ Այն ակամա պատմում է նաև խորհրդային գրողների հայրենիքի ԽՍՀՄ-ի մասին։ Իլֆը և Պետրովը առավելապես հայտնի են որպես 12 աթոռ և Ոսկե հորթը երգիծական վեպերի հեղինակ։ Այս գրքերի հերոսը Օստապ Բենդերը վաղուց լքել է զուտ գրական տարածքը և սիրելի է դարձել շատերին ֆիլմերի միջոցով, որպես խորհրդանիշ, խռովարար ու արկածախնդիր հոգու։ Երկրի տարբեր քաղաքներից ես նրան 350 ռուբլու հեռագրեր ուղարկեցի և 50 կոպեկի պատասխան չստացա ես, որին սիրել են բազմաթիվ տնտեսուհիներ, բազմաթիվ տանտիկիններ, հայրիներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ։ Միհարկանի Ամերիկան այնքան հանրահայտ չէ, որքան Բենդերի մասին պատմող վեպերը։ Գիրքը կարելի է դասել հուշագրության, ճամփորդական ակնարկի և մասամբ լրագրության ժանրերին։ Իլֆն ու Պետրովը եռանդուն լրագրողներ էին, որ միաժամանակ մի քանի խորհրդային թերթի էին թղթակցում։ Եթե ցանկանում եք հակառակ դիտանկյունը ճանաչել, այն թե արևմտյան գրողներն ինչպես են տեսել Ռուսաստանը, կարդացեք անգլիացի վիպասան Հերբերտ Ուելսի «Ռուսաստանը մշուշի մեջ» գիրքը։ Ուելսն առավել հայտնի է որպես անտեսանելի մարդը և աշխարհների պատերազմը գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ։ 3 անգամ այցելել է Ռուսաստան, հանդիպել Լենինին, Ստալինին, այլ գործիչների։ «Ռուսաստանը մշուշի մեջ» գիրքը լույս է տեսել 1920 թվականին և հիշարժան վկայություններ է պարունակում թե Լենինի հետ հանդիպման, թե կուսակցական թեժ ժողովների, թե հետհեղափոխական երկրի կյանքի մասին։ Իլֆի և Պետրովի ճամփորդությունը սկսվում է Ֆրանսիայից, Հավր նավահանգստից։ Նորմանդիա շքեղ նավում վերելակ կա։ 2 հարկ բարձրանալու փոխարեն 3 հարկ իջնելուց հետո մենք լսեցինք տանջալիորեն ծանոթ այն արտահայտությունը, որն այս անգամ հնչեց ֆրանսերեն՝ լիֆտը չի աշխատում։ Տանջալիորեն ծանոթ այն արտահայտությունը, իհարկե, հղում է գրողների հայրենի միջավայրին, որտեղ վերելակների հաճախակի խափանումը կարծես սովորական երևույթ է։ Այս սկիզբն արդեն հուշում է, որ ուղեգրությունը Ամերիկայի մասին չէ միայն, և սովետական իրականությունն այս կամ այն չափով երևակվելու է գրքում։ Նավը դեռ Ատլանտյան օվկիանոսում է, բայց գրքի էջերում արդեն սկսվել է կապիտալիստական աշխարհի քննադատությունը։ Երկրորդ կարգի ուղևորը չի տեսնում այն նավը, որով լողում է։ Նրան չեն թողնում ոչ առաջին կարգ, ոչ էլ տուրիստական։ Տուրիստական կարգի ուղևորը ևս չի տեսնում Նորմանդիան, նրան նույնպես չեն թույլատրում սահմանն անցնել։ Մինչդեռ առաջին կարգը հենց Նորմանդիան է։ Միայն առաջին կարգի ուղևորներին են հասանելի թղթախաղի սենյակները, ջերմոցը, որտեղ ֆրանսիական չաղլիկ ճնճղուկները թռչկոտում են ապակյա ճյուղերին ու առաստաղից կախված են հարյուրավոր խոլորձներ, 400 տեղանոց թատրոնը, լողավազանը էլեկտրական կանաչ լամպերով լուսավորված և էլի այլ ու այլ շքեղ բաներ։ ԱՄՆ կապիտալիստական հասարակարգը ներկայանում է որպես բանվորների, ինժեներների, դերասանների ու այլոց շահագործման մեխանիզմ։ Չարիքի այդ համակարգում, ըստ հեղինակների, որոշիչ դեր ունի զարգացած տեխնոլոգիան, որ աշխատանքի ավտոմատացման միջոցով մարդկանց դուրս է շպրտում աշխատանքից։ Իսկ ովքեր դեռ պահպանում են իրենց աշխատատեղերը, կատարում են ստանդարտացված ու միօրինակ աշխատանք, մեծ ժամացույցի պտուտակների պես։ Իլֆին ու Պետրովին հանդիպած հասարակ մարդիկ ատում են տեխնիկական առաջադիմությունը։ Կոչ են անում ջարդել, ոչնչացնել նոր մեքենաներն ու ավտոմատ մեխանիզմները, որ աշխատող մարդու հացն են խլում։ Վախը տեխնոլոգիայի արագ զարգացումից նոր բան չէ։ Հիշենք լուդիտների շարժումը 19-րդ դարասկզբին, որ բողոքում էին Անգլիայի արդյունաբերական հեղափոխությունից և ջարդուխուրդ էին անում նոր սարքավորումներն ու մեխանիզմները։ Որքան ծանոթ է այս ամենը ժամանակակից մարդուն, որ հիմա էլ AI արհեստական բանականության բուռն աջից է զգուշանում։ Հանուն արդարության հիշենք, որ Իլֆն ու Պետրովը ԱՄՆ-ում էին մեծ դեպրեսիայի տարիներին։ Պատահական չէ, որ հաճախ էին հանդիպում աշխատանք գտնելու հույսով երկրով մեկ թափառող մարդկանց։ Եթե այցը լիներ 10-15 տարի անց, գուցե այլ պատկերի ականատես լինեին։ Ամերիկայի կրոնական կյանքն օգտապաշտական լույսի ներքո է ներկայանում։
Ահա փրկության բանակի օթևանը Նյու Յորքում, որտեղ յուրաքանչյուրին տալիս են մի գիշերվա անվճար կացարան, սուրճ ու հաց։ Ոչ ոք չի հարցնի անտուն մարդու անունը, զբաղմունքը կամ անցյալի մասին։ Մի պայման կա միայն՝ պետք է մասնակցել երեկոյան ու առավոտյան աղոթքին, լսել քարոզ ու մասնակցել երգասացության։ Քարոզիչները սովորաբար առողջության փայլող կայտառ ծերուկներ են, որ միանման պատմություններ են պատմում, թե որքան ցոփ կյանք են վարել, օրենք են խախտել, թափառաշրջիկ են եղել եւ այլն։ Եվ հիմա Աստծո օգնությամբ այդ ամենն անցյալում է։ Վերջերս նույնիսկ ռադիոընդունիչ են գնել։ Հաջորդ քարոզչի դեպքը նույնն է։ Աստծո օգնությամբ վերափոխել է իր կյանքը եւ հիմա նույնպես ռադիոընդունիչ ունի։ Աթեիստ լինելն ԱՄՆ-ում արտառոց մի բան է, եկեղեցի չգնալը անվայելուչ պահվածք, որ կարող է հանգեցնել անգամ սոցիալական մեկուսացման։ Եվրոպական կրոնները ըստ հեղինակների իրենց խոհական վերացականությամբ չեն սազում ամերիկացիներին։ Նրանց պետք է պարզունակ կրոն, որ ստույգ պետք է ասի, թե ինչ օգուտ է տալու, ինչով է լավը մյուս կրոններից եւ ինչ կնստի, ինչ կարժենա հավատացյալի համար։ Հյուրանոցների համարներում միշտ կա Աստվածաշունչ։ Որոշ տեղերում հյուրանոցի հոգատար ադմինիստրացիան ուղեցույց է կազմել, որ հուշում է, թե հուզող կոնկրետ խնդրի առնչությամբ Աստվածաշնչի որ էջերն է պետք կարդալ։ Օրինակ, ընտանեկան անախորժությունների դեպքում էջ այսինչ, տեքստ այնինչ, գործի հաջողության համար էջ այսինչ, տեքստ այնինչ, Իլֆն ու Պետրովը նկատում են, որ Աստվածաշնչի այդ էջը մյուսներից ավելի ճարպոտված է, այսինքն ամենապահանջվածն է, ամենաշատն են կարդացել։ Կոմֆորտ բառն այս գրքում ամենահաճախն է հանդիպում։ Ամերիկյան կոմֆորտը զարմացրել ու շլացրել է գրողներին։ Նրանք գովաբանում են հյուրանոցների մաքրությունն ու հարմարավետությունը, տաք եւ սառը ջրի մշտական առկայությունը, լվացկատան որակյալ աշխատանքը։ Ամերիկյան ճանապարհների մասին կրոնական հափշտակության հասնող հիացմունքով են խոսում։ Դրանք հին Հռոմի ճանապարհների նման կառուցված են մշտնջենական։ Բայց ամենակարևորն այն է, որ կոմֆորտն ու սպասարկումը դեմոկրատական սկզբունքներով են բաշխվում։ Հասանել են յուրաքանչյուրին։ Այստեղ չգիտեն վերաբերմունքի մեջ խտրություն դնել, որևէ հնացած Chevrolet եւ 1936 թվականի ավտոմոբիլային սրահի հրաշալիք, փայլատակող բազմահազար արժեքով Դյուզենբերգը այստեղ կգտնեն միատեսակ, հավասար, հանգիստ եւ արագ սպասարկում։ Ամերիկյան կյանքի ամենանշանակալի երևույթը բազմուղի ու հարմարավետ ճանապարհներն են, իսկ երկրի գլխավոր խորհրդանիշը բենզալցակայանը։ Երբ փակում ես աչքերդ ու փորձում հիշողության մեջ հարություն տալ այն երկիրը, որտեղ անցկացրիր 4 ամիս, պատկերացնում ես ոչ Վաշինգտոնը իր պարտեզներով, սյունաշարերով եւ հուշարձանների լիակատար ժողովածուով, ոչ Նյու Յորքը իր երկնաքերերով, աղքատությամբ ու հարստությամբ, ոչ Սան Ֆրանցիսկոն իր գահավեժ փողոցներով ու կախված կամուրջներով, ոչ լեռները, ոչ գործարանները, ոչ կանյոնները, այլ երկու ճանապարհների խաչաձևումը եւ գազոլինակայանը լարերի ու գովազդային պլակատների ֆոնին։ Ամերիկայի մյուս կարևոր խորհրդանիշը գովազդն է։ Գովազդն այն աստիճանի է թափանցել ամերիկյան կյանքի մեջ, որ եթե մի զարմանալի առավոտ ամերիկացիներն արթնանալով տեսնեն, որ գովազդը չքացել է, ապա նրանց մեծամասնությունը ամենահուսահատ դրության մեջ կընկնեն։ Կդառնա անհայտ, թե ինչ տեսակի սիգարետ ծխել, հարկ կա արդյոք կամավոր գնալ նավատորմ, որ Աստծուն հավատալ, բապտիստական թե պրեսբիտերական, ինչ վիսկի խմել, White Horse թե Johnny Walker։ Ամերիկացուն ասեք, որ խմիչքն է լավը եւ նա կխմի հենց դա, ասեք, որ Աստվածն է ավելի իսկական եւ նա կհավատա նրան։ Մի եկեղեցին հրապուրում է դպրոցական երգչախմբով, մյուսը հասարակագիտության դասաժամով։ Եկեղեցիներն էլ, ինչպես խանութները կամ ռեստորանները, մրցակցում են իրենց լավ սպասարկմամբ։ Լավ սպասարկման համար ամերիկացիները շնորհակալ են։ Եթե ամերիկացին համարի, որ իրեն լավ են սպասարկել, նամակ կգրի այդ կառույցին, այսինչ ժամանակ եւ այնինչ տեղում ինձ հիանալի սպասարկեց միստր այսինչը, թույլ տվեք շնորհավորել ձեզ այդպիսի հիանալի ծառայող ունենալու համար։ Այս նամակների շնորհիվ լավ աշխատողները հաճախ պաշտոնի բարձրացում են ստանում։ Իլֆը ու Պետրովը նկատում են, որ լավ սերվիսի համար կարևոր է ոչ միայն բողոքի գիրքը, որը խորհրդային սպասարկման մշակույթի մահակներից էր, զգաստացնող ու պատժիչ։ Հեղինակները Նյու Յորքում շրջելու հենց առաջին ժամերին մի արտառոց երևույթ են նկատում։ Սալահատակին հագցրած ու մետաղյա կլոր կափարիչներով ծածկված անցքերից գոլորշի էր բարձրանում։ Թվում էր, թե ահա ուրվոր է անցքը կբացվի եւ այնտեղից դուրս կգա Մեֆիստոֆելը, ու մի թեթև հազալուց հետո թավ ձայնով կերքի Ֆաուստից։
Սուսեր ունեմ ես, Փետրազարդ գլխարկ եւ փող անհամար թիկնոց թանկարժեք։ Երկար մտատանջությունների արդյունքում այդպես էլ չեն հասկանում, թե որտեղից է գոլորշին, ինչ է դա։ Թվում է, հետագայում պետք է բացահայտնեն գաղտնիքը եւ մեզ էլ ասեն։ Բայց մինչեւ գրքի վերջին էջն այդպես էլ գաղտնիքը չի պարզվում։ Երբ ԱՄՆ-ում էի, նույն բանն եմ նկատել Բոստոնում։ Գետնի տակից դիտահորերի ու վանդակաճաղերի խորքից բարձրացող գոլորշու քուլաներ, որ հատկապես ազդեցիկ ու սարսափազդու են մթնշաղի ժամանակ։ Կարծես ինչ-որ ապոկալիպտիկ տեսանի մասնակից լինես, ուր ստորերկրյա հրեշների հայտնություն է սպասվում կամ մոլագարի հերթական սպանությունը։ Ես էլ մինչև հիմա չգիտեմ գոլորշու այդ ինչ ամպիկներ են ու ինչ ծագում ունեն։ Չեմ էլ փորձել պարզել։ Անվնաս գաղտնիքներ կան, որ երևի ճանաչողության կարիք չունեն։ Պետք է մնան այդպիսին մեր երևակայությունը գրգռելու համար։ Ամերիկյան սնունդն անհամ է, գունազրկված եւ բավականություն չի պատճառում։ Պատճառը տնտեսական է։ Չիկագոյից ուղարկում են սառեցված միս, Կալիֆոռնիայից սառեցված հավեր ու կանաչ պոմիդորներ, որ վագոններում են հասունանում։ Նյու Յորքի շրջակայքում ամայի ու մոլախոտով ծածկված հողակտորներ են, շահավետ չէ այդտեղ ինչ-որ բան ցանել կամ անասուններ պահել։ Սննդի թվացial անմեղ թեման կրկին քաղաքական, քարոզչական երանգ է ստանում։ Սրճարաններում նստած մենք կարդում ենք Միկոյանի ճառն այն մասին, որ սոցիալիստական երկրի ուտելիքը պետք է համեղ լինի, որ այն պետք է ուրախություն պատճառի մարդկանց։ Կարդում ենք ինչպես բանաստեղծական մի երգ։ Անհամ ուտելիքը դրդում է Իլֆին ու Պետրովին բողոքել, դիմել պարտիական վերահսկողությանը, գրել Կենտկոմ, գրել Պրավդա թերթին, բայց ցավոք բողոքելու տեղ չկա։ Увидав, что родной отец, он ему теперь не родной. Он сказал НКВД, чтобы отца уничтожить как врага народа. Вот какие люди у нас, товарищи, есть. Вот какие пионеры у нас есть. Вот где наша сила и мощь. Народе. Խոհանոցը լավը չէ, բայց այ ամերիկյան հյուրասիրությունը հոսպիտալիթին ապշեցնում է գրողներին։ Հենց առաջին ծանոթ ամերիկացին կհրավիրի տուն կամ ռեստորան իր հետ կոկտեյլ խմելու։ Կոկտեյլին կմասնակցեն նրա 10 բարեկամ, նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին քեզ կհրավիրի կոկտեյլի։ Նրա մոտ էլ իհարկե կլինեն 10-15 մտերիմ եւ այսպես շարունակ։ Ահա այսպես ամերիկյան հյուրասիրությունը նպաստում է օգտակար կապերի կամ ցանցի ձևավորմանը, նեթվորքինգին։ Ինտենսիվ կոկտեյլախմության շնորհիվ հեղինակները Նյու Յորքում տասնյակ նոր ծանոթություններ են ունենում եւ վերջապես գտնում են այն մեկին, ինչպես իրենք են ասում, այն իդեալական էակին, ով հանձն է առնում իր կնոջ հետ ուղեկցելու նրանց ողջ Ամերիկայով։ Գրքում ուղեկցորդն ու իր կինը ներկայացված են որպես միստր եւ միսիս Ադամսներ։ Եթե Ժյուլ Վերնի հերոսը Ֆիլիաս Ֆոգը ուներ 80 օր աշխարհի շուրջը պտտվելու համար, ապա Ադամս ամուսինները Իլֆին ու Պետրովին իրենց թանկ ժամանակից 60 օր են հատկացնում ԱՄՆ-ում շրջելու համար։ 60 օր եւ ոչ մի օր ավելի։ Միայն այդքան կարող են Ադամսները բացակայել տնից եւ չվայելել իրենց մանկահասակ դստրիկի ներկայությունը։ Միստր Ադամսի հաստլիկ, ծիծաղաշարժ ու ճաղատ մարդու իրական անունն է Սոլոմոն Աբրամովիչ Տրոն։ Ադամսը ինժեներ է, բազմակողմանի զարգացած մի քանի լեզվի տիրապետող։ Երկար տարիներ աշխատել է Խորհրդային Միությունում։ Նա ուսումնասիրում է Մարքսին ու Լենինին եւ բաժանորդագրվում Պրավդա թերթին։ Չնայած դրան, նրա հայացքներում դժվար է կոմունիստական գաղափարախոսության համակրանք տեսնել կամ էլ միամիտ հափշտակվածություն սովետների հանդեպ։ Սա մի հարցասեր ու հետազոտման եռանդ ունեցող կերպար է։ Միստր Ադամսը հետաքրքիր է նաեւ որպես մարգարե։ Իր զրուցակիցներին նա միևնույն բանն է համոզված պնդում։ Պատերազմը սկսվելու է 5 տարուց։ Սովորաբար երկխոսությունն այս ընթացքն էր ունենում։ Ինչու հատկապես 5 տարուց, ինչու ոչ 7։ Ոչ, միստերներ, այսպես էր դիմում Իլֆին ու Պետրովին Ադամսը։ Ուղիղ 5 տարուց, բայց ինչու։ Մի ասեք ինչու, գիտեմ։ Չէ, լուրջ, ձեզ ասում եմ 5 տարուց պատերազմ է սկսվելու։ Այս երկխոսությունը հիշեցնեմ 1935-ին էր տեղի ունենում։ Դրանից 4 տարի անց 1939-ին սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միստր Ադամսը սխալվել էր 1 տարով։ Նախքան Ամերիկան գրողները շրջել էին Եվրոպայում, գրքում դրա մասին մի շատ նուրբ դրվագ կա։ 1933-ին Իլֆն ու Պետրովը Աթենքում էին։ Դպրոցական հիշողություններով տոգորված որոշում են մեկնել մարաթոն քաղաք։ Այս փոքր քաղաքի շրջակայքում մարաթոնի դաշտում մեր թվարկությունից առաջ 490 թվականի վճռորոշ ճակատամարտում հունական զորքը պարտության էր մատնել պարսկական զորքին։
Ըստ լեգենդի, մարաթոնի ճակատամարտից հետո Սուրհանդակն առանց դադարի վազքով կտրում է մոտ 40 կիլոմետր տարածություն։ Աթենքի բնակչությանը հայտնում հաղթանակի լուրը եւ հոգնությունից տեղում մահանում։ 1896 թվականից սկսած մարաթոնյան վազքն ընդգրկվում է օլիմպիական խաղերում։ Իլֆը եւ Պետրովը այս ավանդազրույցի պատանեկան հիշողություններով տարված ցանկանում են մեկնել մարաթոն։ Աթենքի հրապարակում նրանք գտնում են հին ավտոբուսներ, որոնց հետևի մասում պարաններով կապված էին մաշված ճամպրուկներ։ Դրանք մարաթոն մեկնող ավտոբուսներն էին։ Պարզապես պետք էր տոմս գնել ու մեկնել։ Իսկույն մեզ համար պարզ դարձավ մեր ձեռնարկած գործի անհեթեթությունն ու տաղտկալիությունը։ Մեկ-մեկ ու ոչ մի խոսք չասելով որոշեցինք հրաժարվել մեկնելուց։ Գրքի այս քչախոս, բայց շատ նրբազգաց դրվագում երևում է միֆի ու իրականության, երբեմնի պատանեկան բորբոքված երևակայության եւ ներկայի կոշտ կենցաղի բախումը։ Մարաթոնը վաղուց արդեն գրքերի մշուշում թաղված այն հերոսական վայրը չէ, այլ սովորական գյուղաքաղաք, ուր մարդիկ թաղված են առօրյա հոգսերի մեջ, ինչպես Հունաստանի այլ քաղաքներում։ Եվ մարաթոնից Աթենք են սլանում ոչ փոշեթաթախ սուրհանդակներ, այլ ուսանողներ, բժշկի ու փաստաբանի այցելող մարդիկ եւ նրանք, որ տան համար առևտուր պետք է անեն մայրաքաղաքի էժան խանութներից։ Իլֆը եւ Պետրովը Ամերիկայում բազմաթիվ հանրայինի մարդկանց են հանդիպում։ Հեմինգուեյ, Հենրի Ֆորդ, Ռուբեն Մամուլյան։ Եթե այս հանդիպումների մասին լսելիս ձեզ մոտ սրտառուչ խոստովանություններ եւ բացահայտումների ակնկալիքներ են ձևավորում, ավաղ դրանք չեն հագենա գիրքը կարդալիս։ Հանրաճանաչ անձանց տեքստային դիմանկարները ծանծաղ են ստացվել, կերպարները բացված չեն։ Տպավորություն է, թե այդ հարուստ նյութը Իլֆն ու Պետրովը փայփայել են հաջորդ գրքի համար։ Հեղինակները հանդիպում են նախկին հայրենակիցների, որոնք Ռուսաստանից կամ Խորհրդային Միությունից հեռացել են լավ կյանքի փնտրտուքով։ Նրանց մեծ մասը ԱՄՆ-ում չարքաշ կյանք է վարում, օրվա հացը վաստակելու համար։ Գրեթե բոլորը կարոտախտավով են տառապում առ հայրենիքը եւ այդպես էլ չեն գտել իրենց նոր միջավայրում։ Հնարավոր է այստեղ գլուխ է բարձրացրել հեղինակների քարոզչական մղումը, միգրանտներին ներկայացնելու որպես հայրենիքն ու ինքնությունը քամուն տված մոլորյալների։ Ռուս միգրանտներն այս գրքում ուրվականի են նման, ափսոսանքից ու կարոտից փոս ընկած աչքերով, անապագա ու տխրադալուկ։ Նյու Յորքի Կարնեգի հոլում Իլֆն ու Պետրովը ունկնդրում են Ռախմանինովին, ով 1918 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։ Եվ կրկին երբեմնի հայրենակցի տաղանդի հանդեպ խոնարհումը զուգակցված է անթաքույց հեգնանքով։ Ռախմանինովը, ինչպես ասաց մի ծանոթ կոմպոզիտոր, բեմ դուրս գալուց առաջ նստում է դերասանական սենյակում եւ անեկդոտներ պատմում։ Բայց ահա հնչում է զանգը, նա վեր է կենում եւ դեմքին ռուս տարագրի մեծագույն թախից ելնում է բեմ։ Դաշնամուրի առջև նստած Ռախմանինովի հայացքն ասում է. «Այո, ես դժբախտ տարագիր եմ եւ ստիպված եմ նվագել ձեր առաջ, ձեր արհամարելի դոլարների դիմաց, եւ իմ ամբողջ նվաստացման համար ես քիչ բան եմ խնդրում՝ լռություն»։ Իլֆի ու Պետրովի աչքերում բոլոր միգրանտները խղճուկ ու նվաստ լինելուց զատ այլ ընտրություն չունեն։ Միհարկանի Ամերիկան համակված է խորհրդային գրողների, երբեմն բացահայտ, երբեմն անուղղակի կամ ակամա քարոզչությամբ։ Այն խորհրդային երկրի գաղափարաբանության, կենսակերպի, իդեալների ջատագովությունն է, դրանց հակադրությունը ամերիկյանին։ Բայց գրքի քարոզչական գիծն այդքան էլ նյարդայնացնող ու տհաճ չէ։ Երբեմն այն պարզունակ ու զվարճալի է, երբեմն համոզիչ կամ ոչ այդքան, բայց ընթերցողին դժվար թե բարկացնի, քանի որ զերծ է ժամանակակից մեդիա դաշտին բնորոշ ատելության խոսքից ու թույնից։ Մյուս կողմից անկեղծ ու հիացմունքով են նկարագրված ամերիկյան կյանքի լավ կողմերը։ Օրինակ, շատ առիթներով համոզվեցինք, որ ամերիկացիները երբեք իրենց խոսքը քամուն չեն տալիս, ոչ մի անգամ մեզ չվիճակվեց բախվել այն բանի հետ, ինչ մեզանում դուրս տալ կամ ավելի կոպիտ փչել են անվանում։ Ամերիկացիները ներկայանում են որպես ճշտապահ, իրենց խոսքի արժեքը գիտակցող եւ այն սրբորեն պահող, աշխատանքի մեջ խիստ կազմակերպված ու մասնագիտությանը նվիրված, բարյացակամ, օգնելու միշտ պատրաստ ու գործունյա մարդիկ։ Ամերիկացիների լավ որակները հակադրվում են խորհրդային մարդկանց համապատասխան որակներին։ Իլֆը եւ Պետրովը գրքի վերջաբանում երկու կարևոր բան են առանձնացնում, որ պետք է սովորել ամերիկացիներից։ Առաջինը խոսքի արժեքն է։ Եթե ամերիկացին թեկուս հպանցիկ, իմիջայլոց ասի ես դա կանեմ, նրան կրկին հիշեցնելու կարիք չի լինի։ Նա խոսքը կպահի թեկուս կաշվից դուրս գալով։ Մյուսը դեմոկրատիզմն է մարդկային հարաբերություններում։
Ոչ թե դեմոկրատիան քաղաքական իմաստով, ասենք մրցակցային ընտրությունները կամ իշխանության հակակշիռները, այլ մարդկային հարաբերությունների պարզությունն ու հավասարությունը։ Միլիարդատեր ու ամենակարող Հենրի Ֆորդն իր բանվորներին ճանաչում ու անուններն է տալիս։ Hello Mike կամ Hello John, իսկ Mike-ն ու John-ը նրանք նույն կերպ են դիմում. Hello Henry։ Շփման մեջ նրանք հավասար են ու անմիջակ կան, նրանք միասին ավտոմոբիլ են սարքում։ Իհարկե Իլֆն ու Պետրովը կծուլեզու նկատում են, որ այդ արտադրված մեքենաները վաճառելու է միայն Հենրի Ֆորդը, իսկ ծերուկ Մայքը կամ Ջոնը բանեցվելուց հետո փողոց են նետվելու։ Բայց միևնույն է, շփման այս անմիջականությունը չեզոքացնում է բյուրոկրատիզմը եւ բարձրացնում մարդու արժանապատվությունը։ Մեր օրերի քարոզչությունը պարզունակ սև-սպիտակ կաղապարներ է կիրառում, դիվայնացնում ու ապա մարդկայնացնում այն ամենն, ինչ ուրիշ է ու տարբերվող։ Ներկա քարոզչամեքենաները զայրաց կոտ են, փրփուրը բերանին, ագրեսիվ կրքեր հարուցող, կյանքի բազմազանությունը չտեսնող եւ բազմազանության իրավունքն իսկ մերժող։ Սովետական իդեալները ջատագովող Իլֆն ու Պետրովը բարեբախտաբար ներկայի այս ախտերից հեռու են։ Ուստի արժի ընթերցել գիրքը, անտեսելով անվնաս քարոզչական ֆոնը։ Ուղևորության ընթացքում Իլֆը եւ Պետրովը իրենց կանանց բազմաթիվ նամակներ են գրել տարբեր նահանգներից, հաղորդել այդ վայրի եւ տվյալ պահի անմիջական ապրումներն ու թարմ տպավորությունները։ Նամակների եւ գրքի բովանդակության միջև էական հակասություն չկա։ Հենց այս նամակներն են օգնել գրողներին վերադարձից հետո գրքի վերջնական տեքստը մշակելիս։ Բայց նամակների լեզուն իհարկե ավելի անմիջական է, թեթև ու զգայական։ Հետաքրքիր են տնից ստացված նամակները։ Սա օրինակ 1935 թվականի նոյեմբերին Մարիա Իլֆի գրած նամակն է ամուսնուն Իլյա Իլֆին։ Քննարկվող կարևոր թեման մանկահասակ դստեր առաջին ատամն է։ Նամակի ներքին հատվածում փոքրիկ աղջկա մատների ուրվագիծն է։ Պատասխան նամակներից մեկում Իլֆը կնոջը գրում է. «Առանց ձեզ ձանձրալի է։ Ահա փողոցներով քայլում են հնդիկները, ճապոնացիները, հոլանդացիները, ով ասես։ Եվ խաղաղ օվկիանոսն է այստեղ, եւ քնած քաղաքը լանջերին ու ժայռերին, բայց ես մինչև կոկորդս կուշտ եմ։ Ես ուզում եմ քեզ հետ նայել, թե ինչպես է մեր աղջիկը քնած մահճակալին»։ Գրքում շատ բան կա, խոսվում է Լուիզիանայի նախկին նահանգապետ Հյու Լոնգի սպանության մասին։ Սրան մենք կանդրադառնանք հաջորդ հանդիպումներից մեկում, երբ կքննարկենք Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» գիրքը։ Իլֆն ու Պետրովը պատմում են բուրլեսկ թատրոն կամ ժամանակակից բնորոշմամբ ստրիպտիզ այցելելու մասին, ամերիկյան ըմբշամարտի կամ ռեսլինգի մասին, կովբոյների ռոդեոյի մասին։ Ծավալուն քննադատական ակնարկ կա հոլիվուդյան կինոարտադրության եւ դրա միատիպ կրկնվող սյուժեների մասին։ Հեղինակների դատավճիռը շատ խիստ է։ Հոլիվուդյան կինեմատոգրաֆն արվեստ չէ։ Կարելի է բարեհամբույր ու խելոք տղա լինել, հիանալի սովորել դպրոցում, հրաշալի անցնել համալսարանական գիտությունների դասընթացը եւ մի քանի տարի կանոնավոր կինեմատոգրաֆ հաճախելուց հետո դառնալ ապուշ։ Դիտարկումներ կան Չիկագոյի ռեկետի, կոռուպցիայի, արհմիությունների ու քաղաքական գործիչների ծախվածության, ընտրողներին վախեցնելու ու ապօրինի եղանակներով քվեներ փախցնելու մասին։ Ամերիկայի բազմազան բնությունը գեղանկարչի հմտությամբ է պատկերված։ Ազգային պարկեր, խորը կանյոններ, որոնք կարծես շուռ տված լեռներ լինեն, ձյունապատ լեռնանցքներ եւ դրանց անմիջապես հաջորդող տոտ անապատներ, կակտուսներ եւ բարձրաբերդ սեկվոյաներ, որոնց ներկայությամբ մարդ բառը դադարում է հպարտ հնչելուց եւ հպարտ է հնչում միայն մի բառ՝ ծառ։ Հեղինակները պատմում են միատիպ միանման ամերիկյան քաղաքների մասին, որտեղ անպայման կա Main Street, գլխավոր փողոց, բնակիչների սիրելի զբոսավայր։ Սովորաբար կա Մանհեթեն սրճարան, որտեղ կարելի է պոմիդորի հյութ խմել, ուտել խնձորով կարկանդակ եւ ավտոմատի մեջ 5 սենտ գցելով լսել գրամոֆոն։ Միանման քաղաքների գլխավոր հրապարակներում սովորաբար տեղադրված է հարավի եւ հյուսիսի քաղաքացիական պատերազմին առնչվող որևէ հուշարձան։ Դրանք որպես կանոն ցածրահասակ եւ բնավ ոչ ռազմատենչ զինվորի արձանիկներ են, զուրկ ոգեշնչումից ու ալարկոտ։ Հեղինակները մի քանի ժամով Տեխասի Էլ Պասո քաղաքից Ռիո Գրանդե գետի կամրջով անցնում են Մեքսիկայի Խուարեց քաղաք։ Մեքսիկայի թշվառ տեսարաններից հետո Ամերիկան նորովի են արժևորում։ Այնքան էին ընտելացել լավ ճանապարհներին, լավ սպասարկմանը, մաքրությանը եւ հարմարավետությանը, որ դադարել ենք այդ ամենը նկատել։ Բայց բավական էր միայն 1 օր լինել Մեքսիկայում, որ վերստին ըստ արժանվույն գնահատենք Միացյալ Նահանգների նյութական բոլոր նվաճումները։
Երկրին լավ ծանոթանալու համար երբեմն օգտակար է 1 օրով լքել այն։ Ի դեպ, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հակադրության հնարքին են դիմում նաեւ ժամանակակից գիտնականներ Տարոն Աճեմօղլուն եւ Ջեյմս Ռոբինսոնն իրենց հանրահայտ «Ինչու են ձախողվում պետությունները» գրքում։ Գիրքը սկսվում է Նոգալես քաղաքի նկարագրությամբ, որի ամերիկյան հատվածը զարգացած է ու բարեկեցիկ, իսկ մեքսիկական մասը հանցավոր ու աղքատ։ Այս գրքի մասին էլ կխոսենք հաջորդ հանդիպումներից մեկում։ Գրանդ Քանյոնի մերձակայքում հեղինակներն առնչվում են հնդկացիական քոչվոր ցեղի, նավագոների կամ նավայոների, սպիտակ մարդկանց հանդեպ տածած ատելությանը։ Միևնույն ժամանակ սրանք եզակի մաքուր ու ազնիվ մարդիկ են, բնության հետ ներդաշնակ։ Ապշեցնող է նավագոներից մեկի առևտրով զբաղվելու պատմությունը։ Նա հավանաբար իր ցեղի առաջին ներկայացուցիչն էր, ով որոշել էր ապրանք առնել քաղաքից ու վաճառել իր հայրենի բնակավայրում։ Հնդկացին ապրանքը վաճառում էր նույն գնով, ինչ ինքն էր վճարել դրա դիմաց։ Երբ նրա բարեկամ ամերիկացին փորձում է բացատրել առևտրի տարրական կանոնները, էժան առնել, թանկ ծախել, հնդկացին սկզբում չի հասկանում, իսկ հետո զայրանում է։ Դա խաբեություն է, ասաց նա, գնել $1, բայց վաճառել $1.20 սենթով։ Դու ինձ խորհուրդ ես տալիս մարդկանց խաբել։ Բնականաբար, որոշ ժամանակ անց հնդկացին թողնում է իր անհեռանկար զբաղմունքը։ Նավագո ցեղի միակ առևտրական ձեռնարկությունը փակվում է։ Գրքում մի ուշագրավ տեղեկություն կա։ ԱՄՆ-ի Նյու Օրլեան քաղաքում 1930-ական թվականներին հանգուցյալներին թաղում են հին եգիպտացիների եղանակով, գետնի երեսին սարկոֆագների մեջ։ Թե ինչու, կարող եք իմանալ գիրքն ընթերցելով։ Սա էլ թող լինի հերթական առեղծվածը։ Գիրքն ընթերցելիս պետք է հիշել, որ շատ մեկնաբանություններ պայմանավորված են գրողների գաղափարախոսական կաղապարներով, լավ ու վատ հասարակարգերի վերաբերյալ համոզմունքներով։ Երևացողն այնքան խաբուսիկ կարող է լինել, երբ չգիտես մշակույթի թաքնված կոդերը։ Մի օրինակ ընդամենը։ ԱՄՆ-ում հաճախ կարելի է տեսնել կամուրջների ներքո գիշերող մարդկանց առանց մշտական կացարանի ու աշխատանքի։ Պաշտոնական վերջին տվյալներով 2024-ի հունվարի դրությամբ անօթևանների թիվն ԱՄՆ-ում մոտենում է 800,000-ի։ Տեղացիներից շատերը տեսնելով դրսում գիշերող մարդկանց առանց կաշկանդվելու պատասխանում են. It's their choice, դա նրանց ընտրությունն է։ Այս պատասխանի հիմքում մի աշխարհայացք է մարդու ազատության, պատասխանատվության, միջավայրի նրա հանդեպ ունեցած կամ ավելի ճիշտ չունեցած պարտավորության մասին։ Սա նշանակում է նրանք կարող էին, նրանք բոլոր հնարավորություններն ունեին դրսում չհայտնվելու, բայց չցանկացան սովորել, աշխատել, ժառանգությունը քամուն տվեցին եւ այլն եւ այլն, կամ այդ կենսակերպը դրսում ապրելու նրանց դուր է գալիս։ Իհարկե կարելի անverջ վիճել այս պատասխանի հետ, բայց ակնհայտ է, որ այն հիմնվում է համոզմունքի ու հավատամքի վրա, այն է մարդն է իր գլխի տերը, իր կյանքի ճարտարապետը։ Եվրոպացիներից շատերը վստահաբար այլ պատասխան կտային, կասեին, որ անարդարությունը, միջավայրի վատ պայմաններն ու հոգեկան առողջության խնդիրներն են այդ մարդկանց անօթևան դարձրել։ Կասեին, որ պետությունը զգալի պարտավորություններ ունի նրանց հանդեպ։ Կախված նրանից, թե նախապես ինչ կա գլխումդ, համոզմունքներ, նախապաշարմունքներ ու գաղափարներ, կամրջի տակ գիշերող մարդուն կարող ես տեսնել թե որպես ազատ ու ինքնաբավ թռչուն, այսօր այստեղ, վաղն այլտեղ, թե վատ միջավայրի զոհ ու գերի։ Ի դեպ, ամերիկյան անձնակենտրոն մշակույթի մասին գրքում հետաքրքիր վերլուծություն կա։ Իլֆը եւ Պետրովը նշում են, որ ամերիկացիները հակված չեն վերլուծելու սոցիալական անհավասարության, անարդարության ու շահագործման պատճառները։ Պատասխանատվությունը ներքնայնացված է։ Նրանցից հազվագյուտներն են սկսում որոնել իրենց հասած դժբախտության արմատները։ Դա հատուկ չէ միջին ամերիկացու բնավորությանը։ Երբ նրա գործերը լավ են գնում, չի ասում, թե որևէ մեկը բարերարություն է արել։ Նա ինքն է փող վաստակել իր ձեռքով, ու եթե գործերը վատ են գնում, ոչ ոքի չի մեղադրում։ Իլյա Իլֆը մահացավ գրքի լույս տեսնելուց կարճ ժամանակ անց, 1937 թվականին տուբերկուլյոզից։ Հիվանդության զարգացմանը նպաստել էր ամերիկյան ուղևորությունն ու խոնավ եղանակը։ Եվգենի Պետրովը շարունակում էր գրել Լիտերատուրնայա գազետա եւ Ագանյոկ ամսագրերի համար։ Նա զոհվեց 1942 թվականին Կիևի մոտ տեղի ունեցած ավիավթարից, որտեղ մեկնել էր որպես ռազմական թղթակից։ Սուր քննադատության ենթարկելով ամերիկյան գարշելի կապիտալիզմը, որ բթացնում ու ճորտացնում է ժողովրդին, գրքի վերջին էջերում հեղինակները հետևյալն են պնդում. Ամերիկան չգիտի, թե վաղն ինչ կպատահի իր հետ։
Մենք գիտենք եւ կարող ենք որոշակի ճշտությամբ ասել, թե ինչ կլինի մեզ հետ մոտ 50 տարի հետո։ Ճակատագրի հեգնանքով գրքի հրատարակությունից 50 տարի անց 1980-ականներին Խորհրդային Միությունն արդեն փլուզման ուղին էր բռնել։ Goodbye America.